Ես սրբազ այ։ Մենք արտաքուստ ենք իրար ճանաչում։ Գալով սրտերին, նա իմ սրտի հետ ծանոթ է այնպես, ինչպես դուք եք իմ սրտի հետ ծանոթ։ Ռիչարդի հոգին ինձանայդ է այնպես, ինչպես իմը ձեզ։ Բայց դուք Լորդ Հեստինգս նրա հետ մոտ եք։ Նա ինձ սիրում է, ես դա քաչ գիտեմ։ Բայց նրա միտքը թագադրման արդիվ ես չեմ շոշափած, ոչ էլ նա է հայտնել որևէ կերպով իր կարծիքը ինձ։ Բայց դուք ասպիպ իհարկե որոշեցեք օրը։ Ռիչարդի փոխարեն ես ձայնս կտամ, որից կարծում եմ նա գող կմնա։ Մի անգամից ասեմ, բարդ հարցեր չտես։ Չէ, մենք համադրության մեջ չեմ, ինչի։ Աղջիկը դուրման շահել է։ Թող ես ասեմ։ Գրանպրի, չէ, ես պետք է ասեմ այդ լավ, թող հայրը ասեմ, ես էլ հուզված ասել են 31, իսկապես հուզված եմ, բայց այսօր առավել հուզված եմ։ Ինչին, ոնց կարող է զգա մի հայր, ում աղջիկը 3 օպերայի ազգային թատրոնում շահել է գրանպրի։ Ասեմ, հարց տվեցիր, չէ՞ դու ինձ։ Հպարտություն, չէ՞։ Ծով պատասխանատվություն, հրճվանք, սեր, ինչն էր արար։ Սիրուշային։ Հա։ Ջա Սիրուշային պետք է որ հիշի մեր հեռուստադիտողը, մեր 2 կլիպներում էլ ինքը կա։ I heard you sing a good song. I heard he had his time. And so I gave him to see him to listen for a while. And there he was, a stranger, there before my eyes, strumming my bass while singing my language song, killing me softly. What is song? Killing me softly. What is song? Telling my whole life. What is word? Killing me softly. What is song? Ասեմ քեզ նա որ քեզ ինչ ներկայացի։ Ես լրիվ համաձայն եմ։ Ինչն է վերարար։ Ծաղիկներ։ Ահա։ Բայց ու խմեցի միջև առավոտ։ Չէ։ Դեռ խմում եմ։ Ահա։ Մենք անընդհատ իր հետ հանդիպելուց խմելուց հետո խոսում շատ տաղնեք պաուզի մեկտովին։ Ես չեմ խմում։ Լավ, հրաչ, ինչ ներկայացման փորձ է հիմա, որ ընդհատեցի։ Հիմա չաղու ներկայացման փորձ է։ Դուք արդեն նկարեցիք, կարծում եմ բեմում ավելի հետաքրքիր է, քան հիմա հարցազրույցի հետ։ Չէ, դե ինչի՞ է, չէ՞, կարծում չէ։ Ռեժիսորը դու ես, հա։ Եվ խաղում ես մասնակցում։ Ես եւ Արմեն Խանոյանը։ Ինչ նոր բան կա այլ որ փորձում ես պետք է հանդիսատեսի դատին։ Ես ինչի՞ դեմ հանդիսատեսի դատին հանձնես։ Այսօր իմ մտքերը Սիրուշոյի մոտ է, հա։ Միշտ Սիրուշոյի հետ է։ Okay, ուրեմն շնորհավորում եմ հրաչ Սիրուշոյին քեզ Սիրուշո եւ special for you եւ 30-ամյակը Հոբելյանը եւ միանշանակ իսկապես շնորհակալություն եմ քեզ հայտնում որ դու քո կարևոր ուրույն դերն ունեցար եւ ունես թող թատրոնները մյուս չնեղանան մայրաքաղաքի լավագույն թատրոնի կյանքում շնորհակալ եմ աչիկ եմ անում քեզ ես քեզ շատ եմ սիրում անգլերեն նորից պետք է ասեմ special for you Սիրուշո Thank you.
ներկայացումների մեջ ինչ-որ կապ եմ տեսնում։ Ոնց որ թե մանավանդ Շեքսպիրյան ներկայացումներ, ոնց որ թե կան իրար լրացնելու, ոնց որ թե թեման շարունակվի, գնա ինչ-որ տեղ, հա, այդպես է թե չէ։ Դե ինչ է, կան նուրբ ներանձնական բաներ, որոնք եթե նկատվում են շոյված է սկզբում։ Դրանք ամենախոցելի, բայց ամենա նաև ստեղծողի համար ամենարժեքավոր բաներն են։ Իսկապես կա։ Քաղաքականություն։ Մենակ որ մնում եք այստեղ այս սենյակում, հա, ռոճիկացուցակի հետ, այս հեռախոսների հետ, կոլեկտիվային հետ, հա, մեկ-մեկ չի լինում ես բղավելու, թողնել հեռանալու, նվաղելու, չգիտեմ, ինձ փոշմանել, ինչ զգացողություններ լինում։ Չէ, մարդ ես նման զգացողություններ լինում, բայց ես փորձում եմ, որ դա ավելի շատ իմ տանը եթե լինի, այնտեղ որ ընդհանրապես տարբերակ չի այդ վիճակով ինձ որևէ մեկը տեսնի։ Ճիշտ չի, կոլեկտիվը պիտի թարմ տեսնի ինձ։ Կոլեկտիվը պիտի հնարավորին չափ ինձ հետ շփվի, որպես ինչքան որ մարդու համար հնարավոր է, արդար մարդու հետ շփվի։ Եվ հնարավորին չափ քիչ խաղաց, դա, որտեղ այդ բաները մի քիչ խաղացվում են, բայց այն դոզա, որտեղ դերասանը շատ զգուշ, շատ ուշադիր, շատ ենթատեքստի մարդ է, որ նրա ներվերը բավական մերկ են, նա շատ ռեակտիվ մարդ է, ուրեմն նրան խաբելը դժվար է, այնպես որ խաբելու դոզան քիչ կլինի։ Սուտ տեղը, չեղած տեղը ոգևորելը դժվար է, որտեղ 30 տարի ոգևորության վրա չէր պահպանես, առաջ 10-15 տարի գուցե ոգևորությունը։ Հիմա արդեն տեսնեն, որ սթափ մեկի հետ գործում։ Հերոստատիտով, ինչպես ասացի, ում հետ որ զրուցեմ, բոլորը ինձ համար շատ թանկ մարդիկ են, շատ թանկ, որովհետև բոլորին ճանաչում եմ և բոլորին սիրում եմ։ Տիկին Ժասմենա, շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Համ ուրախանում եմ, համ ինչ-որ տեղ տխրում եմ, որ 30 տարի անցավ։ Չեմ ուզում թվարկել այն դերերը, չեմ ուզում թվարկել այն ներկայացումները, որտեղ դուք խաղացել եք և մասնակցել եք, որովհետև դա ուղղակի պետք է երևի թե մի գիրք գրվի, մարդիկ նստեն կարդան։ Ավելի շատ ես կուզեի խոսել ձեր զգացողությունների մասին։ Ձեզ համար թատրոնում ամենաուրախ օրը և ամենատխուր օրը։ Ես միշտ ուրախացել եմ ամեն օր մտնելով թատրոն, միշտ տխրել եմ, երբ որ դուրս եմ եկել թատրոնից։ Շատ եմ սիրել թատրոնը, 3 տարեկանից բեմի վրա եմ, խաղացել եմ, ծնողներս դերասան են եղել, մեծացել եմ կուլիսներում, ինձ համար շատ թանկ բան է իմ աշխատանքը։ Ձեր եղբայրը նայեր չէ, Վլադիմիր Մոսերյանը։ Այո, Վլադիմիր Մոսերյանը իմ եղբայրը։ Ես չգիտեմ, ես ըստ երևույթին իմ խոսքը դեմում եմ միշտ աշխատել, արտահայտել, զգացած կերպարների միջոցով, ես շատ դժվարանում եմ հիմա խոսել։ Բնական է, որովհետև։ Բնական է, ես միշտ հուզվել եմ, միշտ խուսափել եմ։ Ինտերվյու տալուց, հա, երևույթին։ Ցավոք սրտի ժամանակից շուտ հեռացա կյանքից թատրոնի հիմնադիրը Հրաչյան Աղբլանյանը։ Հիմա ինչ զգացողություններ ունեք, նա ձեր հետ է թե չէ։ Անպայման։ Նա իմ ուսուցիչն է եղել, դեռ ծյուզից, նա ինձ թատրոն բերել, նրա օրոք եմ ես խաղացել իմ լավագույն դերերը, նա շատ պայծառ անձնավորություն է եղել ինձ համար, շատ բան կյանքում ես զգացել ունեցել եմ նրա շնորհիվ։
Կրկին անգամ շնորհավորում եմ Հոբելյանի առթիվ, ես ձեզ ցանկանում եմ, վերադարձնում եմ ձեզ ձեր խոսքերը, որ հաճախ ամեն օր մտնեք թատրոն եւ դա լինի ձեր ամենաուրախ օրը։